Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏՀ Հայաստան Նյուզը։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը, այս թողարկմանը կներկայացնենք։ Մեկնարկել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 եպիսկոպոսների գործով դատավարությունը։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հանրաքվե անցկացնելու ԵՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների առաջարկին։ Ինչ զարգացումներ սպասել հայ-ռուսական հարաբերություններում։ Ռուս-վրացական պատերազմից 18 տարի անց ինչ իրավիճակ է Կիրբալիում։ Մեկնարկել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 եպիսկոպոսների գործով դատավարությունը։ Վեհափառ հայրապետն ու գործով անցնող Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսները մասնակցել են նախնական նիստին։ Արամ առաջին կաթողիկոսը, Միացյալ Նահանգների արևելյան թեմը, այլ եպիսկոպոսներ դատապարտել են այս դատավարությունը։ Վեհափառ հայրապետը ըստ էության մեղադրվում է իր կանոնական լիազորությունը իրականացնելու համար, եւ սա բնականաբար ակնհայտ անօրինական եւ քաղաքական գործընթաց է նրա նկատմամբ։ Սրբազան ի վերջո հանգուցալուծում ինչպես եք տեսնում դուք։ Աստծո օրհնությամբ եւ Աստծո կամքով։ Դատարանից ինչ ակնկալիքներ ունեք։ Ոչ ոք։ Մեր խորը ընդվզումը հայտնեցին Գարեգին Վեհափառին եւ նույնիսկ առաջարկեցինք դատարան չներկայանալ եւ իր ներկայացուցչին ուղարկել։ Կոչ ենք ուղղում պետական պատասխանատուներին, ինչպես հաճախ կատարել ենք, հարգալից վերաբերմունք ցուցաբերել մեր եկեղեցու ու Վեհափառի անձի նկատմամբ եւ հարցերը քննել փոխադարձ հասկացողության ու պատշաճության սահմաններից ներս, հարգելով պետության օրենքները եւ եկեղեցու ներքին կարգն ու կանոնը։ Ընդդիմադիր պատգամավորները լքեցին ազգային ժողովի նիստերի դահլիճը դատավարությանը մասնակցելու համար։ Ընդդիմությունը տեղի ունեցողը խայտառակություն է որակում։ Իշխանության ներկայացուցիչներն էլ շարունակում են Վեհափառ հայրապետին ավազանի անունով դիմել։ Արդյունքում այսօր ազգային ժողովում իրավիճակը լարվեց։ Այսօր ամոթի օր է։ Այսօր էջմիածնում դատում են ամենայն հայոց կաթողիկոսին, մեր հոգևոր հորը, մեր եկեղեցու առաջնորդին։ Սկսել է խառնվել մի խանգարեք ինձ։ Լրություն։ Մի խանգարեք ինձ։ Հարգելի գործընկերներ, մի վարքյան, պարոն Հովհաննիսյան, հարգելի գործընկերներ, այս ամբիոնից կարող են հնչել ձեզ համար տհաճ արտահայտություններ, քանի դեռ այս ամբիոնից չի հնչել։ Վիրավորանք, դուք պարտավոր եք մի վարքյան։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը հիմա լքելու է դահլիճը մասնակցելու Հայաստանի պատմության մեջ երևի թե ամենաամոթալի դեպքերից մեկին Վեհափառի դատավարությանը։ Այսօրվա դատական նիստի հետ կապված տեղեկացնեմ ինչ տեղի ունեցավ։ Ուրեմն ինչպես գիտեք, սկզբնական փուլում գնահատվում է դատավորի բացարկի հարցը։ Դատավորը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործընթացից։ Հակոբ Մանուկյան հրաժարվեց ըստ էության դատավորը նաև հանդիսացել է փաստաբան, ես այդ մանրամասներ չեմ ներկայացնել, ասեմ ինչ որ նաև հայտնի է, նա հանդիսացել է փաստաբան եւ ուսումնառության արտոնագիր տալու ժամանակ արտոնագիրը ես եմ հանձնել, բայց իմ անձնական կարծիքով դա բացարկի հիմք չէ, բայց դատավորը հաշվի առնելով որ դա կարող է կասկած առաջացնել, դատավորը ինքնաբացարկ հայտնեց, ես բոլոր դեպքերում դատավորի այս քայլը ողջունում եմ այն տեսակետից, որ ըստ էության նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին։ Հանրաքվեի անցկացումն անիմաստ կլինի մի հարցի շուրջ, որը գոյություն չունի, իսկ ԵԱՏՄ-ում համագործակցության խորացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել Ղրղստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։ 2025 թվականին Հայաստանում ընդունվել է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Նման օրենքի ընդունման ռազմավարական նպատակը մեր երկրի համար այլընտրանք ստեղծելն է։ Մենք հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միությանը եւ Եվրոպական միությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է։ Սակայն նշված օրենքի ընդունման փաստն ինքնին չի նշանակում, որ Հայաստանն այսօր Եվրամիության անդամ դառնալու հնարավորություն ունի։ Դրա համար դեռևս անհրաժեշտ կլինի Եվրամիության անդամ պետությունների համաձայնությունը եւ Հայաստանի քաղաքացիների հավանությունը։ Դա կնշանակի, որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի քաղաքացիներն ընտրություն կատարեն երկու այլընտրանքի միջև, որոնցից մեկը գոյություն չունի։ Դա անհարգալից կլինի մեր ժողովրդի նկատմամբ եւ գործնականում ոչ լեգիտիմ։ Եվրասիական տնտեսական միությունը պետք է ոչ թե խոչընդոտի Հայաստանի այլընտրանքներ ստեղծելու գործընթացին, այլ աշխատի սեփական գրավչությունն ու մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանն է ասել ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում։
На данный момент Ներկա պահին Եվրասիական տնտեսական միության համար լավագույն դիրքորոշումը կլիներ ոչ թե այս գործընթացը տորպեդահարելը, այլ հակառակը, աշխատել ԵԱՏՄ մրցակցության եւ գրաչության բարձրացման ուղղությամբ։ Կարծում եմ դա ճիշտ մոտեցում է եւ Հայաստանը պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ։ Ինչ զարգացումների սպասել հայ-ռուսական հարաբերությունների եւ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ապագայի առումով։ Թրիփի իրականացումից ինչ է ստանալու Հայաստանը։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի հիմնադիր Գևորգ Մելիքյանի հետ։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը հետ քայլ կանի, Ռուսաստանի նման մարտավարության տրամաբանությունը ըստ իս այն է, որ նրանք փորձում են հասկացնել Հայաստանին, թե ինչ խնդիրներ կունենա Հայաստանը, եթե Հայաստանը թողնի Ռուսաստանի հետ համագործակցությունը եւ հրաժարվի ռուսական շուկայից։ Այսինքն տրամաբանությունը թերևս դա է, ցույց տալ, թե որոնք կլինեն այն զարգացումները, որոնց Հայաստանը, եթե ուզում է պատրաստ լինել, ապա պետք է պատրաստ լինի։ Այսինքն այն գինը, որը պետք է վճարի Հայաստանը, եթե հրաժարվում է Եվրասիական տնտեսական միությունից։ Կարծում եմ այս պրիզմայով պետք է նայել այդ հարցին։ Հայաստանի համար դժվար է լինելու, եւ ես էլ նայում եմ այդ ելույթը եւ հետո նաեւ գրավոր տարբերակը նայեցի, տրամաբանություն չկա այդ ելույթի մեջ, որովհետեւ հնարավոր չէ նույնն է մոտավորապես, որ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր իր գործընկերներին համոզի, որ ինքը կարող է մի օր ՆԱՏՕ-ից դուրս գալ, բայց թող սպասեն այնքան, մինչև որ ինքը կորոշի դուրս գալ ՆԱՏՕ-ից, այն ժամանակ նոր արդեն կարող են այդ հարցի մասին, սրա մասին է ըստ էության խոսքը, որ Հայաստանը ցավոք դարձել է մեծ տերությունների համար, պես ֆուտբոլային գնդակի նման մի բան, ով որ կողմից կարողանում է, փորձում է իր ուզած ուղղությամբ ուղղորդել, Ադրբեջանը պահանջում է անել հանրաքվե սահմանադրության փոփոխության հետ կապված, Ռուսաստանը պահանջում է հանրաքվե, որ Հայաստանը կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է գնում, Եվրամիությունը ըստ էության իր պահանջները ունի Հայաստանի նկատմամբ, ինչպես դեռ չկան նման պահանջներ ձևավորված, բայց կարծում եմ կամ ընթացքում նաև դրանք է կլինեն, որ օրինակ Հայաստանը միանա պատժամիջոցներին Ռուսաստանի դեմ։ Այսինքն սա փոքր եւ թույլ պետության կարծեք ճակատագիր է լինի, ցավոք եմ ասում, որովհետեւ իմ եւ իմ գործընկերների պատկերացման մեջ երբեք չի եղել Հայաստանը որպես թույլ։ Իհարկե, ես վստահ եմ, որ շատ-շատերը ովքեր կնայեն կամ ովքեր չեն նայի, բայց ունեն այլ մոտեցում, նրանք կքննադատեն այս խոսքերը, կհամարեն, որ հակառակը Հայաստանը հիմա ավելի ուժեղ է, Հայաստանը հիմա հենց սա է ուժի ցուցադրումը, որ Հայաստանը ավելի ինքնուրույն է, կարողանում է, այսպես ասած, ձեռնոց նետել բոլոր խաղացողներին։ Ես մի փոքր այդ առումով ավելի սկեպտիկ եմ եւ չեմ կիսում իրենց լավատեսությունը, քանի որ խնդիրը ձեռնոց նետելու մեջ չի եւ խնդիրը այսպես տղայական վարքագիծ դրսևորելը չի։ Քո կարողությունների զարգացման եւ ուժի կուտակման մասին է խոսքը, որը մենք ցավոք որքան էլ ձգտում ենք ասել, հորդորել, ցույց տալ, բայց միևնույն է Հայաստանը չի գնում այդ ճանապարհով։ Այսինքն հանրաքվեի առաջարկը շարունակելու են պնդել եւ կարծում եք, որ Փաշինյանի հայտարարություններն այդ առումով համոզիչ չեն։ Կարծում եմ, որ կշարունակեն։ Իհարկե ես որքան էլ տարօրինակ է, բայց համաձայն եմ Փաշինյանի այն մտքի հետ, որ այս պահին հանրաքվեի դնելու իրավական հիմքեր ըստ էության Հայաստանը չունի։ Եվ այդ պահանջը ինչ որ առումով մի փոքր դժվար է իրականացնել, այսպես ասած, նույնիսկ ամենադրական ցանկության դեպքում։ Բայց այստեղ էլի հարց է առաջանում, այդ ինչպես է ստացվում, որ Փաշինյանը եւ իր թիմը պատրաստ են Ալիևի պահանջները կատարել, բայց իր գործընկերների ես ընդհանրապես դեմ եմ նման մոտեցման, այսինքն ոչ թե իմ ասած այն է, որ թող եւ Փաշինյանը կատարի Ալիևի պահանջը եւ կատարի Պուտինի պահանջը եւ կատարի Տրամպի պահանջը, չգիտեմ, մնացած ով որտեղից վեր կգենա եւ բայց եթե դու քեզ վերաբերմունք այդպես է ձևավորել, ապա այո, տեղից վեր կացողը ցավոք քեզ պահանջներ է ներկայացնելու եւ ռեսուրս չունես ոչ ասելու, ամբողջ խնդիրը սա է։ Այսինքն այդ կարողությունների մասին, երբ որ մենք խոսում ենք, այդ ոչ ասելու ռեսուրսը կուտակելու մասին է, ինչպես կարողանաս դու ճիշտ
մանևրականություն ունենալ, որպեսզի քո շահերը կարողանաս ապահովել։ Trip Plus հիմնադրամի ղեկավարի պաշտոնում Սոկոլովի նշանակումը շատ քննարկվեց, նա Հայաստանում էր հանդիպել է արտգործնախարարի եւ վարչապետի հետ, մեծ զրույցում օրինակ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը նրա նշանակումը ռուս-ամերիկյան Սողոմոնյան պայմանավորվածություն որակեց։ Դուք այդ առումով ինչ կարծիք ունեք եւ ինչ սպասել Trip-ի ուղղությամբ։ Ոչինչ չեմ կարող ասել Սոկոլովի մասին, որտեղ դա սպեկուլատիվ մոտեցում է։ Եթե նա Ռուսաստանում է, ուրեմն դա Ռուսաստանի հետ կապի չեմ կարող ասել։ Այո, տպավորություն կա, քանի որ Սոկոլովը ըստ էության տարօրինակ ձևով, կամ ես կասել շատ խորամանկ ձևով դարձել է ռուսական տարբեր ակտիվների բաժնետերը, եւ սա իհարկե չէր վրիպել մեր ուշադրությունից, բայց Trip-ի հատվածով իսկապես շատ հետաքրքիր զարգացում էր, բայց ես լսում եմ երեք Lightstone-ի ելույթը եւ զրույցը, հարցազրույցը Trip-ի հետ կապված հետաքրքիր շեշտադրումներ կար։ Trip-ը ինքը լավ պրոյեկտ է ըստ էության, բայց Trip-ը շատ ու շատ պայմանականությունների հետ է կապված, այսինքն շատ ու շատ նախապայմաններ պետք է բավարարվեն, որպեսզի Trip-ը իրականություն դառնա։ Բայց մյուս կողմից էլ Trip-ի խնդիրը, այսինքն եթե երկու կողմից ենք նայում, դրական, բայց բացասականն էլ այն է, որ այստեղ հարցեր են առաջանում նախ Հայաստանի մասնակցության եւ Հայաստանի որքան էլ իհարկե պնդում են, որ մեր ինքիշխանության եւ Lightstone-ը եւս պնդում է, որ դա Հայաստանի ինքիշխանության սահմաններում է եւ այլն, ադրբեջանական կողմն էլ ըստ էության համաձայնել է այն մտքին, որ սա զիջում է իրենց կողմից ինչ որ առումով, որպեսզի չլինի ուղղակի միջանցք, ես հաճախ ասում եմ թունել, հա, որպեսզի հասկանանք, որ այդտեղ որևէ խոչընդոտ չկա, բայց միևնույնն է այդ թունելի տարերը տրամաբանությունը պահպանվում է, որովհետև ադրբեջանական կողմը չի ուզում տեսնել որևէ հայ մաքսավորի կամ սահմանապահի, այստեղ հարց են առաջանում նաև թե ով է ֆիզիկապես ըստ էության տնօրինելու այդ ենթակառուցվածքներին, որովհետև դրանք միայն գնացքի ճանապարհ երկաթուղի չէ, միայն ճանապարհներ չեն, խոսում է էլեկտրական գծերի, խոսում է թերևս գազատարների, նավթատարների, այսինքն ահռելի մի ենթակառուցվածքային ծրագիր է, որը բայց բնականաբար նաև ունի իր, այսպես ասած, ոչ այդքան դրականորեն տրամադրված խաղացողներ, մասնավորապես Իրանը եւ Ռուսաստանը։ Հայաստանում շատ են թերագնահատում Իրանի դերակատարությունը այս հարցում եւ հատկապես Իրան Միացյալ Նահանգներ լարվածության ֆոնին Իրանի համար Trip-ը բավականին խնդրահարույց նախագիծ է։ Բայց նորից հարցը այն է, որ եթե մենք ուղղակի ամնեզիայի մեջ ընկնենք եւ մոռանանք, թե ինչ է տեղի ունեցել 20 թվականին, 23 թվականին, ինչ է հիմա տեղի ունենում ըստ էության հայկական մշակութային ժառանգության հետ, ռազմագերիների հարցը, Ադրբեջանի լրիվ ժխտողական քաղաքականություն, եթե այդ ամեն ինչը մի կողմ դնենք, զուտ ուղղակի վակուումի մեջ դիտարկենք Trip-ը, ուղղակի որպես նախագիծ պրոյեկտ, այո, ինքը կարող է շատ հետաքրքիր լինել, բայց դա այն, այսինքն նորից ընդդիմադիրները, այսինքն ոչ թե իշխանական ընդդիմադիրները, այլ իմ գաղափարների ընդդիմադիրները կասեն, գիտես, դա այն լավագույնն է, որ մենք կարող ենք ստանալ այս իրավիճակում, պետք է միգուցե նույն շնորհակալություն հայտնել, որովհետև դրա զուգահեռ մենք կարող ենք պատերազմ ստանալ, միգուցե, բայց սա նաև նման է ձգձգված պատերազմի, կամ գոնե ձգձգված coercive diplomacy է կոչվում, այսինքն երբ որ դու ստիպված ես լինում ենթարկվել քո հակառակորդի այս պարագայում թշնամի, որտեղ իրենք մեզ թշնամի են համարում ադրբեջանցիները, պահանջներին, պարզապես այդ պահանջները կարող են մի պահ լինել ավելի կոշտ, մի պահ ավելի մեղմ, բայց պահանջները միևնույն է մնում են, այսինքն օրակարգը թելադրում է ադրբեջանական կողմը եւ այդ կեղծ պաթետիզմը կամ այդ կեղծ օպտիմիզմը, որ տեսնում եմ շատերի մոտ, ավելի շատ խոսում է հենց դրա մասին, որ այդ վախի բարդույթի պատճառով մարդիկ ուղղակի ամեն ինչի մեջ փորձում են փրկողակ տեսնել եւ շատ ավելի էմոցիա են դնում ամեն ինչի մեջ, քան իրականում ինքը կա։
Ռուս-վրացական պատերազմից անցել է 18 տարի։ ՎՏ Սաքարթվելո Նյուզին նկարահանող խումբը եղել է հակամարտության գոտու այն բնակավայրերում, որտեղ մարտական գործողությունների ավարտը սակայն այդպես էլ չի զգացվում։ Ռուսական կողմից սպանված վրացի Թամաս Գինտուրի այս խոսքերը շատերին է ծանոթ։ Հարազատ գյուղի կենտրոնում մինչ օրս պատվավոր տեղ են զբաղեցնում նրա լուսանկարն ու հիշատակած խոսքերը։ Ներողություն օկուպանտներից։ Այս նախաձեռնությունը վրացական երազանքի հիմնադիր Բիդինա Իվանիշվիլին հնչեցրել է Թամաս Գինտուրի սպանությունից մի քանի ամիս անց։ Գիվի Գինտուրին համոզված է, որ իշխանությունը մտադիր է ներողություն խնդրել զավթիչներից, չի հետաքննելու իր եղբոր սպանությունը։ Նա օրեր շարունակ աշխատում է գյուղի ծայրամասում գտնվող Պտղատու այգում, իսկ եղբոր սպանվելուց հետո խնամում է նաև նրա այգիները։ Ումից պատասխան պահանջեմ, ոչ ոք ոչինչ չի ասում։ Քանի դեռ այս իշխանությունը ղեկավարում է մեր երկիրը, գործը չի քննվելու։ Եթե մենք նորմալ կառավարություն ունենայինք, արդյոք դա չէր հետաքննվի։ Այ եթե վրացին ռուսին սպաներ կհետաքննեին, գետնի տակից կհանեին ու կհետաքննեին։ Թամաս Գինտուրի սպանությունից հետո գյուղում տեղաշարժը խիստ սահմանափակված է։ Եկեղեցին ռուս օկուպանտները շրջափակել են փշալարերով, բնակիչները չեն կարող այցելել անգամ իրենց ընտանիքի անդամների գերեզմանները, առանց ոստիկանությանը նախապես տեղեկացնելու։ Գյուղի մուտքը վերահսկում է պետական անվտանգության ծառայությունը։ Օկուպանտները քայլում են անտառով, մենք այլևս այնտեղ չենք գնում։ Տղամարդը բարձրացել է աղոթարան, իսկ նրա վրա կրակել են ու սպանել։ Դուք շատ լավ գիտեք, որ անգամ հետաքննություն չի անցկացվել։ Թամաս Գինտուրին նաև 2008 թվականի պատերազմի մասնակից էր։ Գյուղից պատերազմում կռվել է 15 երիտասարդ, նրանցից երկուսը կապրալները Զազա Դոտեաշվիլին եւ Վիտալի Տակաձեն սպանվել են պատերազմի ժամանակ։ Կիրբալի գյուղում գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կա մտերիմ մարդ, ով ապօրինաբար ձերբակալվել է օկուպանտների կողմից։ Ընդհանուր առմամբ այստեղ ապրում է մոտ 200 ընտանիք եւ տարբեր ժամանակներում 105 մարդ առևանգվել է օկուպանտների կողմից։ Ինչի համար պետք է ներողություն խնդրենք։ Ամեն ինչ մեզանից խլելու համար պետք է ներողություն խնդրենք։ Ջուրը խլեցին, արոտավայրերը խլեցին, մինչև օկուպանտների գալը մենք ջուր ունեինք։ Աղբյուրի տեղում ճանապարհ են հարթել։ Այստեղ ծորակներից խմելու ջուրը հոսում է միայն առավոտյան 8-ից 9, կես ժամ։ 2008 թվականի պատերազմից հետո օկուպանտներն ասֆալտապատել են այն աղբյուրը, որտեղից բնակչությունը ջուր էր վերցնում։ Ինչպես Կիրբալիում, այնպես էլ հարևան գյուղերից բնակիչների առևանգումները հաճախակի են լինում։ Մեջվրիշևի բնակչությունը գիտի, որ անտառ գնալը կարող է ավարտվել Ցխինվալի մեկուսարանում բանտարկությամբ։ Պատերազմից 18 տարի անց Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացիան շարունակվում է ամեն օր։ Ռուսաստանը նույն կերպ սպանում եւ առևանգում է վրա ժողովրդին եւ հողերը։ Օկուպացիոն ռեժիմի կողմից ապօրինի ձերբակալված մարդիկ դեռ սպասում են արդարությանն ու ազատությանը։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։